Քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք այն ուղարկել մեր սահմանադրական դատարան ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ի նկատի ունեմ դա տարբերակ, ընտրության տարբերակ չէ, դա պարտադիր է։ Այդ փաստաթուղթը պարտադիր պետք է ուղարկվի սահմանադրական դատարան։ Այդ տեսանկյունից մենք երկու տարբերակ ունենք։ Առաջին տարբերակը այն է, որ եթե սահմանադրական դատարանը որոշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Եթե նման որոշում լինի, թեպետ ես պիտի ասեմ, որ նախորդ սեպտեմբերի որոշումից հետո մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ սահմանադրական դատարանը կարող է որոշել այդպիսի բան։ Անցյալ տարվա այն որոշումից հետո, որը վերաբերում էր սահմանադրական հանձնաժողովների կանոնակարգին, բայց դատարանը եւ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ ասեմ, այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն եւ կփորձենք եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին։